Վերջին զանգ հեռուստասերիալում ամեն ինչ գնալով ավելի խճճված ու լարված է դառնում։ Աննան, իմանալով, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են, ամբողջովին կործանվում է ներսից։ Նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, պատրաստ է նույնիսկ լքել ընտանիքը, բայց հենց տան դարպասների մոտ տեսնելով Հենրիին, զգում է, որ չի կարող թողնել նրան մենակ այս մղձավանջի մեջ։ Նա վերադառնում է ներս, կոտրված, բայց հստակ գիտակցությամբ, որ պետք է մնալ ու ինչ-որ կերպ օգնել որդուն։ Վայնան դուրս է գալիս նրա ննջասենյակից և Աննան մնում է մենակ Հենրիի ու Անգելինայի հետ, ցանկություն ունենալով բացահայտել ճշմարտությունը, բայց նրա աչքերի առաջ է սիրահարված զույգը, լի հույսով ու սպասումով, իսկ Աննան լռում է։ Լռում է, որովհետև չի կարող կոտրել որդու սիրտը։ Միևնույն ժամանակ Միքոն իրեն կորցրել է և հետևում է ստեղծված իրավիճակին։ Նրա հոգում առաջին անգամ վեր է բարձրանում վախը, գուցե պետք էր ժամանակին ճշմարտությունն ասել ու այսքան տարի չլռել։ Ամբողջ կյանքը շրջվեց 90 աստիճանով մի ստի պատճառով։ Ստի, որով նա ոչ միայն խլեց Աննայի երեխային, այլ նաև սեփական որդուն մոլորության մեջ պահեց ու դժբախտացրեց։ Ստացվում է ինչ, որ Աննան պահեց ու հարազատի նման մեծացրեց Միքոյի որդուն Հենրիին ու հիմա արդեն ասում է, որ պատրաստ էր տարիներ առաջ ընդունել ու հարազատի նման մեծացնել նաև Անգելինային, իսկ Միքոն, ստացվում է, տարիներ առաջ խլեց Աննայից նորածնին, զրկեց նրան հարազատ երեխայից, բաժանեց ու ասաց, որ երեխան մահացել է, փոխանցելով նրան ուրիշ ընտանիքի։ Էլ ինչ կարող է լինել սրանից ավելի դաժան։ Եվ այս ամենից անտեղյակ Հենրին ու Անգելինան հարսանիք են պլանավորում, առանց որևէ մեկի աջակցությունը ունենալու։ Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, որ զույգը հարսանյաց զգեստներով է։ Նրանք ուզում են ամուսնանալ ու վերջ, բայց ինչպես երևում է, այդ օրը չի գալու։ Համենայն դեպս դեռ չի եկել։ Մյուս թերթ ճակատում Սեմն է։ Նա նորից Բագրատի մոտ է, հույս ունենալով, որ կստանա ուղղություն, ծրագիր, սակայն իրական մարդասպանը Բագրատը ամեն ինչ անում է, որպեսզի Սեմը գնա սխալ ճանապարհով։ Սեմը լցված է վրեժով ու ատելությամբ, բայց թիրախը սխալ մարդ է։ Այնինչ Հենդոն կապ չունենալով սպանության հետ փորձում է Սեմին հետ պահել, պաշտպանել ոչ միայն իրեն, այլ նաև Բագրատին, բայց այս ամենը շատ շուտով բացահայտվելու է։ Սեմը առաջիկա սերիաների ընթացքում իմանում է ճշմարտությունը, որ իրականում Բագրատն է սպանել իր հորը։ Նա զարմանքից ապշում է, որ այսքան ժամանակ եղել է փաստորեն մոլորության մեջ, և Բագրատին հաջողվել է այսչափ իրեն հիմարեցնել։ Ճշմարտությունն իմանալուց հետո Սեմը փորձում է սպանել Բագրատին, բայց այդ փորձը պսակվում է անհաջողությամբ։ Եվ վերջապես, ինչ կլինի այն պահին, երբ Հենրիի ու Անգելինայի հարսանյաց սրահը լցվի հյուրերով, իսկ ճշմարտությունը դեռ օդում կախված լինի։ Ով կհամարձակվի կանգնել այդ երջանիկ օրն ու ասել՝ կանգ առեք։ Միգուցե Աննան, միգուցե Միքոն, միգուցե ոչ ոք, հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին ու Անգելինան կամուսնանան։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը չեն տվի, անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, ու ծիծաղում ենք։ Սուգա ստորիների 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուն։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում Կարապետյան դեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենաք, ցույց տամ։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։
Ուրա, դու նա նկարում իրապ։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդոլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջիզան հերոստասերիալի սեմ կերպարը իրար նման թե չէ, ասեմ ձեզ չէ, ինչ-որ առումներով ոչ, մինչև նման չեն իրարկում, ես իմ տեսակով շատ կարդար իմ կարան մի անգամից հունից դուրս կամ կրնորիլոք ինքնեն խոսքով հասկաց, իսկ սերը չենք ավելի հանգիստ, ավելի զուս, տեսակա, ավելի շարադատված է ասինում, այդ առնով նույնիսկ սերին նախնջում, իսկ ինչով պրոյկտ նման, օրինակ ազնովության ուստիս գորան, այդ առնով մի ամրության ազնովության ես սերին այդ մտանով սերի կերպարը շատ շատ է սերում, անկերց շատ այդ կերպարը, շատ այդ տաղում Ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինա և Հենրին նկարում ենք են ես գոնե։ Ես գոնե խաղ ժամանակ չեմ ստում։ Ես գոնե պատվոտ կատարից չեմ ծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամանության ու բարձր Ես գոնե միշտ կապ չունի հարեք չի, հեռախոսով չեմ խոսում, տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշտակում չեմ գալի ասում, 5 անգամ արի տեքստ անենք, որ տեքստը մենք ասում ենք, 10 անգամ անցնում ենք։ Ես ունեմ տեքստ անցնում, որ եք չեմ կարդել։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հագարակն եմ կարդում։ Սարաններ կա չէ, որ ձեռքից ստանում են։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ, այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե չէ, լյովս այս ինձ բրված։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլ։ Տեսակ ասեի, քոչ ջան, վաքսված է, ոյք, ինչ ես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես իմ ամբողջ մեյքափը